Դուք չգիտեք, դեռ իմ նոր կինը։ Կինը չես, կինը։ Բարը ժիծեր, դուք ընդունեք ինձ երիող։ Ոչ, չենք ընդունի։ Իսկ ինչու։ Որովհետև մենք դες չենք ճանաչում, այն ջահել մարդ։ Վայ լավ գոնե ստեղ հոտել կա։ Հա, կա հոտել։ Գնաց դες։ Ժիծել հենա, այն բիրոզովի հոտելն է։ Հա, Խաղաղ ջան, իսկ դերեք, ձեր անունը կասեք ինչ է։ Իմ անունը Կրիմ է։ Իսկ դուք ով եք։ Ժիծել ֆերմերը։ Այո, ես Ժիծել ֆերմերն եմ։ Դե լավ, ես գնամ ընդեղ մի սենյակ գտնեմ ու վсё։ Դե լավ, հաջող ցվայն եղի։ Ինչ ոտրժիծելներ են օրոստե։ Ստի չեն սիրում խոցողներին։ Շոտ հոտնի։ Վաու, ինչ լավ հոտել է։ Սենսոր գյուղ համար 91-ն է։ Ոչ մեկ չի զբաղացրել։ Ես գնում եմ առնելու։ Եթե բան չանի, թուրս հանելու եմ տակ։ Սոր հենը հոտելի տերը, այլև մարդն է։ Ֆերմեր, լկայնի։ Ինչ է, ինչ է։ Ֆերմեր ժիծել, կարամ ենի առնեմ։ Եթե չթողես առնեմ անվճար, այս թրովս տալու եմ։ Խփելու եմ դեմքիդ։ Լավ, տալիս եմ ձեզ, կարող եք գնալ, դու արդեն վարկյուղից եք։ Դե լավ, կտեսնվենք։ Սպասեք, գյուղապետին էլ պետք է կանչել։ Սանա, գյուղապետ արագացու։ Ինչ անել։ Եսա գալեսն եմ։ Լավետի գյուղապետ։ Ասեմ, ես 8 տարի խաղում եմ Minecraft և ես 10 տարեկան եմ։ Վիդեոն արդեն դուրս են գալիս ուրիշ ֆորմատով։ Դա կրկիտ նոր շոպիցը։ Տնամ ինչ վեշեր ունեմ, արա յախքարը, վակի յախք, պետ չունեմ, վապշե, գնացին բիրոզայի հետևից։ Ո՞վ? Դուք չգիտի, որ բիրոզա կար, ես էսը չգիտեի։ Շամպետացուեց 16 հատից գիտեք, որ դուք ստանում եք 1 ստակ դուսկա։ Այ հավ։ Վայ, մի ուդար սատ կծրիմ։ Դժը նեզրիտ մեջով մի ուդար չի սատկում։ Ուստանում ենք տապորը ութուրից ուժղա։ Մալադես տապոր։ Մալադեց։ Նենց վար կետ խելոք պայ։ Հասկացա։ Յախքար է 2 հատ շերտ։ 3 հատ էր պետք որ 2 հատ։ Ինչ ստացանք խի։ Վայ, վсё, արդեն կարամ սարքել դեր։ Դե չգիտեք կարամ ասեմ, ամեն գույնի շերտ դուք կարաք սարքեք։ Աճի սխալ եմ։ Չգիտեմ, պետք է մեզ մարդ, ով սպանել այդ իշապին ինքը ձևեր իմանա։ Գյուղապետ դու քիչ ես խոսում։ Ուշադինից ես անում, բայց ոչ մի բան չես ասում։ Բերոզա, ուրես։ Այ, չորթուր բերոզա էլ։ Գյուղապետ։ Ինչ է։ Սանա, ուշադին ասի։ Ես աշկես գիտեմ ինչ անգամ տանքում հասկացեք ես եսը գալիս եմ։ Իրոք է։
ստորբոց։ Ճիշտ է, իրոքից ներսնելքի մեջ ան։ Ես ու գիրեք ես նամեք սավ սուտան։ Սանսուրը ճիշտ ան, իրոք ես ներժը միջան եմ վարդ։ Բարզ ամենիչի։ Այորա, մուրացան բարև եմ ձեզ։ Լավ, հատենց էլ է լինում։ Սաղ վիշեր վրացել եմ ինչը գոնե մի հատ գյուղ գտնեմ ու վերջապես գտան, ախ ոտս ցավաց արա։ Գյուղապետ ինչ եղավ ուր ես։ Սանակ, դեսի բան եմ ասում է։ Ժողորդը թողացեց ձեզն եմ ասում, դուք են ուշադիր լսեք։ Ես Տիգրապետի իրավահաջորդ եմ, այսպես ասած Տիգրապետի գաղթապապն եմ։ Այսինքն։ Ես այսօր ժամանակ չեմ ասել, այս սուրը որ վերջնիկ ձերն այդ շորերը սաղ Տիգրապետին է բանտալով ու ես միջև ված հաղցրել եմ, որ չգամ ձերնիքից վերցնել։ Ու ես այդ վիշապին եմ գիտեմ։ Ուրեմն մեր թվարկությունից առաջ 61 թվականի, երբ որ թանկավոր է Տիգրապետը։ Զորքը ուղղակել է Պարտեսպանի հատված։ Ու այդ ժամանակ տեղում ստացա, որ հռոմեացիները պետք է հարավեցնեն։ Թագավորներն որոշեց ու ընտրեց ամենաուժեղ ու ամենահայտնի դարբնի Ախ ոտս։ ու ասեց, որ Լավ կվազեմ։ այդ դարբինը մտածեց ու մի հատ հզոր զենք սարքեց, որի միջոցով կարողացան բացկական Ախ ոտս։ ոչնչացնել։ Ու հետ այդ նույն ժամանակ էլ գողացել էին Կլեոպատրա թագավոր։ Կնից մտածում էին, որ հռոմեացիներն են գողացել, բայց հռոմեացիները չեն գողացել, վիշապն են գողացել։ Ու թագավորը դարբինին գողացեց վիշապի սպանելու ու Կլեոպատրայի աղոթելու։ Մինչև այդ դարբինը շատ փորձությունների միջով անցավ ու բացեց խաղալի դարպասները, որովհետև անցավ ու գնաց վիշապի սպանելու։ Վիշապի սպանելուց հետո ինքը ազատեց Կլեոպատրա թագավորին, այսինքն իր գաղթապետին։ Ու երբ որ ազատեց, դրանից հետո թագավորը նրան ասաց, որ ինքը կարող է տրամադրել ամեն ինչ, կարող է դարբինը դառնալ Հայաստանի ամենահայտնի դարբին։ Բայց դարբինը այդ ամեն ինչից հրաժարվեց։ Ու թագավորը որոշեց, որ ուրիշ բան պետք է կազմակերպի։ Դարբինին հարցրեց իր ցանկությունը։ Դարբինը որոշեց ու ասեց, որ սև մի հատ մեծ ժայռի վրա ուզում է իր սեփական տաճարը ունենալ։ Ու երբ տաճարը կառուցեցին, արդեն դարբինը վերածվել է իմաստունի։ Նա սովորել է դեղագիտություն, տարբեր մարտավեստներ, այլ նրբություններ և ժամանակի ընթացքում գտել է զբաղության տեխնիկը։ Ու մինչև այսօր այդ իմաստունը ապրում է իր ստեղծած տաճարում, Սողոմոնից հատված։ Նրանց շատ մարդիկ կա, որ գիտեն իր մասին։ Իսկ այդ իմաստունի անունը